Дорогие друзья, Ռուսաստանի պետդումայի падգամավոր Ֆեոդոտ Տումուսովն առաջարկում է առանց վիզայի Ռուսաստան մտած օտարերկրացիներին մնալու տարեկան ժամկետը էլ ավելի կրճատել։ Հիմա էլ 90 օրից 30 դարձնել։ Այս ժամկետը նախկինում 180 օր էր։ Այն ուղիղ կեսով կրճատվեց այս տարեսկզբից, երբ Ռուսաստանում խստացվեցին միգրացիոն օրենքները։ Եթե պետդուման ընդունի 30-օրյայի մասին իր առաջարկն, ապա դա կօգնի, որ իրավապահ մարմիններն ավելի արդյունավետ հետևեն միգրանտների գործունեությանն ու ավելի արագ բացահայտեն իրավախախտներին։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ահազանգում է, եթե այս նախագիծն ընդունվի, Սա վերաբերվելու է անշուշտ նաև բեռնափոխադրողներին, ճիշտ այնպես, ինչպես վերաբերվեց 90 օրը, չնայած նրան, որ չպետք է վերաբերվեր։ Ինչ վերլուծություն են արել, որն է պատճառը, ինչու են որոշել, որ 90 օրը չափազանց էր, պետք է լինի 30 օր, այլ այդ հարցը պես կողմ տակ։ հայ բեռնափոխադրողները շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներով Հայաստանի կառավարությունից պահանջում էին ԵԱՏՄ գործընկեր Ռուսաստանին բացատրել, որ 90-օրյա ժամկետը հայ բեռնափոխադրողների համար անիրատեսական է։ Վարորդները հիշեցնում են, Հայաստանից Ռուսաստան գնացող ցամաքային միակ ճանապարհը Լարսն է, իսկ այն միշտ տարբեր պատճառներով փակ է ու խցանված։ Հետևաբար այդ օրերի ուղիղ կեսն այնտեղ են անցկացնում։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանը, որ ակցիաներից մեկի ընթացքում մոտեցել էր վարորդներին, ասել էր ակտիվ բանակցում են Ռուսաստանի հետ եւ դրական ազդակներ կան։ Այդ դրական ազդակներն այդպես էլ չտեսանք, նեղսրտում են վարորդները, որոնց շարքերում 90 օրվա ժամկետը գերազանցածները դեռ շարունակում են տուգանվել եւ 3-ից 5 տարով Ռուսաստան մտնելու արգելքներ ստանալ։ Ոչ մի արձագանք չկա մեր պետության կողմից։ Մենք հիմա չգիտենք ինչ ա եղել մեր 90 օրերի հետ։ Միջև այս վերջերս էլ էլի մարդկանց մուտքի արգելք են դնում։ уважаемые коллеги, дорогие друзья, Ներկայանալ չցանկացող այս վարորդն ուշադիր հետևել է 3 Պետերբուրգում ընթացող ԵԱՏՄ նիստին ու տարակուսած է բեռնափոխադրումների կարևորությունից խոսող մասնակից երկրների առաջնորդները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, այդպես էլ ուղիղ տեքստով չասացին, որ ժամկետների այսպիսի կրճատումները լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ մյուս երկրների համար։ Ռուսաստանը կանխատեսելի երկիր է, այս նամանավան վերջին տարիները չես պատկերացնում ինչ օրենքներ կարան մշակեն։ Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ նիստ է, Ղազախստանի նախագահը առաջաբերում, որ առանց խոչընդոտ բեռների շարժը եւ մարդկանց շարժը լինի ԵԱՏՄ երկրներում, բայց մի կողմից էլ տեսնում ենք, որ ասենք Ռուսաստանի Դաշնությունում ինչ որ падգամավոր նոր օրենք ասենք առաջ բերում, որ չգիտեմ 30 օր սարքեն օտար երկրա քաղաքացիների մուտքը։ Մենք 90 օրի մեջ չտեղավորվեցինք։ Հա, հասկանում ենք, դա նոր ներկայացված օրենք է, բայց դուրս է գալի բոլոր օրենքներն էլ, որ ներկայացնում են Ռուսաստանի պետդումա, ինչ որ մի ժամանակ հետո մեկ էլ օրենք է դառնում։ Վարորդներն ասում են, թե իրենց չհաջողվեց տևական բողոքի ակցիաներով ստիպել Ռուսաստանին, որ գոնե բեռնափոխադրողների համար այդ ժամկետները երկարացվեն, միևնույնն է, կարծում են, որ ձեռքները ծալած նստելը սխալ է, մի բան պետք է ձեռնարկեն։ Այս օրերին Ռուսաստանում 90 օր մնալու ժամկետը գերազանցած վարորդները խուսափում են բեռներ տանել Ռուսաստան, որ չհայտնվեն վերահսկվող անձանց ռեեստրում կամ չտուգանվեն, կալանավորվեն ու վտարվեն։ Թեև նրանցից շատերն անելանելի վիճակում են եւ ստիպված գնում գալիս են, պնդելով, թե ծագած խնդիրներն էլ կաշառքով են լուծում։ Մեր հարցերը տարբեր ձևերով, ով ոնց կարողանում է իր գլխի ճարը տենում է դրսում Ռուսաստանում։ Սիրուն աշկերիս համար չի այդ ամեն ինչը արվում, այդ ամեն ինչը արվում է կաշառքներով։ Պետերբուրգում 3 կայացած ԵԱՏՄ նիստում Ղազախստանի նախագահը տրանսպորտի արդյունավետությունն ու լոգիստիկ գործընկերության ընդլայնման հարցերն էր կարևորել։ Հայաստանի վարչապետը խոսել է Հայաստան ուղարկվող բեռների տարանցման բացման ու համագործակցության հնարավորություններից, իսկ Ուզբեկստանի ներկայացուցիչը շեշտել է լոգիստիկայի եւ բեռնափոխադրման ոլորտում համագործակցության ռազմավարական նշանակությունը, բայց ուղիղ տեքստով չի խոսվել այն մասին, որ Ռուսաստանում ուժի մեջ մտած միգրացիոն օրենքների խստացումները լուրջ խնդիրներ են ստեղծել ԵԱՏՄ երկրներում բեռնափոխադրման ոլորտում։ Դա շատ մտահոգիչ է, որովհետև բազմաթիվ հարցեր են առաջանում, այս հարցերին որևէ պատասխան չունենք, անշուշտ շարունակելու են իրավապաշտպանները լոբին կանել, որ հանկարծ այս նախագիծը չընդունվի, բայց չունեմ որևէ վստահություն, որ ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ նախագիծը պետդուման չի ընդունի։
Ավելի վաղ արտգործնախարար Արայաթ Միրզոյանն ազգային ժողովում հայտարարել էր, եթե բեռնափոխադրումների խնդիրը քաղաքական է, ապա Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանությունը զիջելու գնով լուծման գնալ։ Չգիտեմ, էլ որն է ԵԱՏՄ-ի ազատ շարժը, տնտեսական ազատ ապրանքաշրջանառությունը, մարդկանց ռեսուրսի շարժը, էլ առավելությունը որն է, եթե մի հատ 90 օր սարքին, հիմա էլ ինչ-որ մեկի մտքում ծագել է, որ 30 օր սարքեն։ Փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, որ դեռ նախորդ տարվանից էր խոսում այս խնդիրների մասին, մնում է իր կարծիքին։ Հայաստանի կառավարությունը դեռ նախորդ տարի պետք է ինտենսիվ բանակցությունների անցներ, որ բանը դեպորտներին չհասներ, իսկ հիմա ըստ Բեժանյանի Հայաստանը կրկին պետք է հիշեցնի Ռուսաստանին, որ դեռ ԵԱՏՄ անդամ է, իսկ այդ պայմանագիրը որպես միջազգային փաստաթուղթ բարձր է բոլոր ազգային օրենսդրություններից։